Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք նոր ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի հետ խաղային մամուլի ասուլիսը Ալաշկերտի դեմ կայացած խաղից հետո սկզբում մարզիչը խոսի խաղի մասին, իսկ հետո կանչեն լրագրողների հարցերը. So first your opinion about the match and then the questions. Good evening to everyone. Բարի երեկո բոլորին. Big congratulations to my players. Մեծ շնորհավորանքներ եմ փոխանցում իմ ֆուտբոլիստներին. Not only for the win and also for the performance. Ոչ միայն հաղթանակի, այլ նաև ցուցադրած խաղի համար. They play one tactically really good game. Նրանք տակտիկապես շատ լավ խաղ ցույց տվեցին. After Switzerland and loss against Sion, and it wasn't easy at all to prepare the team. Only 3 days after this game and trip and everything for the Alaskert. Շվեյցարիայում Սիոնի դեմ պարտությունից հետո ընդհանրապես հեշտ չէր թիմի նախապատրաստել այս խաղին ընդամենը 3 օր հետո, հաշվի առնելով նաև ճամփորդությունը վերադարձը Հայաստան, հեշտ չէր նախապատրաստվել Ալաշկերտի դեմ այս խաղին. But tactically we play great match. Alashkert is a very strong team in transitions. Today we prevent this perfectly. I think that until the end of the match when we sleep, they didn't have a serious chance. Բայց կարծում եմ, որ տակտիկապես մենք շատ լավ խաղ ցուցադրեցինք։ Ալաշկերտը անցումների ժամանակ շատ ուժեղ է եւ կարծում եմ, որ մենք կարողացանք սա կանխել մինչեւ խաղի վերջին պահերը, իհարկե մի պահ բաց թողեցինք պահը, բայց կարծում եմ, որ դա երկար չպահեցինք։ I was a lot of time very proud of them. We had some really great games and success, but today I am the most proud that since I came here, the way they play, in what circumstances, after loss against Sion and everything, against one good team with a few really excellent players who didn't have the game during the week, this can only great teams, and they showed today that they are a great team. Thank you to them. Շատ ժամանակներ ես հպարտ եմ եղել, թե ինչպիսի խաղեր ենք մենք անցկացրել եւ թե ինչպիսի հաջողությունների ենք մենք հասել, սակայն այսօր ես ամենահպարտն եմ, քանի որ հաշվի առնելով այն պայմանները, որոնց դեպքում մենք այսօր խաղացինք Սիոնի դեմ պարտությունից հետո շատ լավ թիմի դեմ խաղալով, ովքեր որ նախորդ շաբաթ չեն ունեցել խաղ, կարծում եմ, որ սա կարող է միայն շատ լավ թիմ անել։ Հարցեր։ Congratulations with the win. Can we say that, let's say, we have learned our lesson and we have made some big conclusions, let's say, about last season matches against Alashkert, because last season, the last, let's say, 3 matches were very hard coming to us. Yeah, thank you for congratulations. All credit goes to the players. Շնորհակալություն շնորհավորանքի համար բոլոր տապտիները գնում են ֆուտբոլիստներին։ Last season they were really team that didn't fit to us. I think that they had really some great players, and their style of play is not good for us. Այո, կարծում եմ նախորդ մրցաշրջանում մենք շատ չենք համապատասխանում իրար խաղալու ժամանակ, իրանք իհարկե ունեին շատ լավ ֆուտբոլիստներ, սակայն կարծում եմ, որ չենք համապատասխանում։ They were only team that we didn't beat since I am here, and it was about time that after 3 times I learned something, and thank you to the players that we beat them today. Եվ նրանք միակ թիմն էին, ու մենք չենք կարողացել հաղթել այն օրվանից, ինչ մարզիչը ակումբում էր, եւ կարծում եմ, որ արդեն ժամանակներ, որպեսզի մեր դասերը քաղեինք եւ կարողանայինք այդ 3 ծանր խաղից հետո հաղթանակ ունենալ իրենց դեմ, եւ շնորհակալություն հայտնում բոլոր ֆուտբոլիստերին, որ կարողացանք այսօր նրանց հաղթել։ Հարցեր։ Այսօր շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ, այսօր դարպասում կոմենտաներ, ռոտացիան կապված էր մեն այդ դժվարությունների եւ վերադարձի հետ կապված, թե խնդիրը նաեւ լիմիտի հետ էր կապված, որպեսզի կարողանա մարզիչը 3 այլ ֆուտբոլիստ ապահովել։ Congratulations with the win. The change of our
goalkeeper. Today our goalkeeper was Artur Koneglian, so was this decision based on that we've had a hard match 3 days before and also that we've had the time to come back to Armenia, or the problem was with the limits that we had to have at least 3 Armenians on the pitch? First of all, I am extremely satisfied with all 3 my goalkeepers. David also in fantastic shape, so I don't have any kind of problem to put anybody from them. Koneglian deserved his minutes with hard work and also what he did last season. I think that he had 15 clean sheets or something like this. Today also clean sheet. So Dani was great against Sion, but he was in the rhythm every 3 days, and my decision is to put Koneglian on the goal, and he proved himself once more. Նախվերոս ցանկանում եմ նշել, որ ես շատ գոհ եմ իմ բոլոր 3 դարպասապահներից, Դավիթ Դավթյանը նույնպես շատ ֆիզիկապես ֆանտաստիկ կարգավիճակում է եւ ես ոչ մի խնդիր չունեմ նրանցից որևէ մեկին մեկնարկային կազմում դնելու հետ։ Կոնեգլյանը արժանի էր այսօր խաղաժամանակին, այսօր խաղալուն։ Նախորդ մրցաշրջանում, եթե չեմ սխալվում, 15-4 հանդիպում էր անցկացրել եւ այսօր եւս 4 հանդիպում անցկացրեց։ Դանի վերաբերյալ նա ամեն 3 օրը մեկ խաղում էր, իհարկե նրա համար ծանր էր, բայց նա եւս կարողացել է իրեն ապացուցել։ Կոնեգլյանից ամբողջովին գոհ է, կարծում եմ, որ այսօր լիովին իրեն ապացուցել է։ So they want to ask a question about the match against Sion because they didn't have a chance to ask it there. After the match, you have mentioned that Sion was on the almost same level as Legia Warsaw, Rijeka, Craiova. So what was the reason that during the second half we didn't have any, let's say, superiority? The opponent team had it more, and what was different from the other teams that we couldn't, let's say, pass them? They have one player who is extraordinary quality. They bought this player for 3.5 million from Borussia Mönchengladbach. He scored in 4 games, 4 goals. He was decisive factor on which side this tie will go. We give absolutely everything. Game goes on this side, and he was decisive factor. Նրանք ունեն մի ֆուտբոլիստ, որ ֆանտաստիկ որակի է, նրան գնել են, եթե չեմ սխալվում, 3.5 միլիոն դոլարով եւ նա վերջին 4 խաղում 4 գոլ է խփել եւ կարծում եմ, որ հենց որոշիչ գործոնը նրանից էր կախված։ Մենք հնարավոր ամեն ինչ տվեցինք դաշտում եւ ուղղակի խաղը այդպես գնաց, քանի որ կարծում եմ, որ որոշիչ գործոնը հենց այդ ֆուտբոլիստն էր։ Չկան հարցեր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։